Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում սպասվող կադրային փոփոխությունները չեն սահմանափակվելու միայն մեկ պաշտոնյայով։ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նաև նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի աշխատանքից և քննարկում է վերջինիս պաշտոնից ազատելու հարցը։ Իսկ նախարար Դավիթ Խուդասյանը, ինչպես նաև նախարարի մյուս տեղակալները ամենայն հավանականությամբ կվերանշանակվեն իրենց պաշտոններում և կշարունակեն պաշտոնավարել նոր ձևավորվող կառավարությունում։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նախատեսվում է նշանակել Դավիթ Համբարյանին։ Համբարյանն ունի պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, կրթության և մասնավոր հատվածներում կառավարման փորձ։ Նա 2023 թվականի հունվարի 9-ից զբաղեցնում է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանի հանրությանը հայտնի թոխմախի մհերի դեմ հարուցված քրեական գործը, որը շուրջ 5 տարի քննվում է դատարանում, կրկին ընթացքի մեջ է։ Գործի քննությունը կասեցված էր, քանի որ 24 թվականին դատարանի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն։ Այժմ փորձաքննության եզրակացությունն արդեն ստացվել է, ինչից հետո դատարանը վերաբացել է գործի քննությունը։ Ըստ մեղադրանքի Մհեր Սեդրակյանը 99-ից 2008 թվականներին զբաղեցնելով Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով 2004 թվականի ընթացքում համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության և Էրեբունի համայնքի շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Գրում է թերթը։ Հետք կայքը գրում է Հայաստանը 6 տարով փոխել է ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնում իր արբիտրների և հաշտարարների կազմը։ Կայքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պետության քվոտայով առաջադրված իրավաբանները տարբեր կապերով առնչվում են վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանին մասնագիտական, գործարար կամ անձնական հարաբերություններով, իսկ նրանց ընտրության գործընթացը հրապարակային չի եղել։ 2026 թվականի փետրվարին Կարեն Անդրեասյանը միջազգային կենտրոնին է ներկայացրել 4 թեկնածուի, մինչև 2032 թվականի փետրվարի 4-ը պաշտոնավարելու ժամկետով։ Առաջադրվել է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Եղիշե Կիրակոսյանը, Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը և G-Partners ընկերության հիմնադիր տնօրեն Սարգիս Գրիգորյանը։ Հարցի էությունը ոչ թե առաջադրված անձանց մասնագիտական փորձն է, այլ այն, թե ինչու պետությունը միջազգային նշանակության որոշումների դեպքում չի ընտրում առավել բաց ու մրցակցային ճանապարհ։ Գրում է կայքը։